Ինչպես տեսնում ենք, բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, սակայն լարված իրավիճակին ոչ մի ձև չեն միջամտում։ Հիմա ես կգնամ այնտեղ։ Մեկ անգամ ասեք ինչ կատարվեց ձեզ Ոնց չկար, ինձ ուղեկցեցին շատ նորմալ, բայց այնտեղ իհարկե կանգնած էր որոշակի մասը։ Ես իմ լրագրող չէ։ Ներողություն, դուք մեզ հետ խոսեք դրա։ Ներողություն, մի Մոմավաճառները եւս հավանաբար ամենափրկիչում են, որտեղ նրանք էլ են քրիստոնյա։ Հիմա ես գնում եմ այնտեղ մոմ վառել։ Դուք առաջարկ եք անում ինչ որտեղ մասնակցել, հա, ավետարանը։ Այո, ավետարանչական եկեղեցի գոյություն ունի այգու մեջ, շատ լավ շենք են սարքել եւ այնտեղ նկուղում աղոթատեղի կա, որտեղ ոչ վեհապարի, ոչ սրբազանի անունը չեն տալիս։ Կարող են այնտեղ իրանք գնալ պատարակի, եթե ուզում են։ Իսկ դուք չեք մասնակցի պատարակի, որին օրինակ Փաշինյանն է գալիս։ Բացառվում է, որովհետեւ ես այստեղ կնքվել եմ եւ ես եկեղեցին մեզ համար ամենան է, այստեղ ոչ վեհապարի խնդիրն է, ոչ սրբազանի խնդիրն է, այստեղ մարդկանց խնդիր չի, այստեղ եկեղեցին փլուզելու խնդիր է։ Իսկ եթե ավետարանչականներն եկան կամ չգիտեմ, այն ինչ են ասում, խոսքի եկեղեցի են ասում, ինչ են ասում, բնականաբար Սփյուռքում ամբողջ եկեղեցիները փակվելու են լիշ։ Եվ մենք կործանվելու ենք, Սփյուռքը վերանալու է, լիքը բաներ կան։ Դու գնա Պրինց ու լոբիկեր։ Ճանապարհ տվեք, գիտեմ, ճանաչում եմ ձեզ։